Հուլիսյան դեպքերից հետո անազատության մեջ գտնվող 4 քաղաքացիներ այսօր դատանում ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը։ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը մեղադրվում են Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ Բայց նույնիսկ մեղք ընդունելը չօգնեց Հայկ Հովհաննիսյանին եւ Արման Մխիթարյանին։ Դատավոր Մեսրոպ Մակյանը նրանց դատապարտեց 3 տարվա ազատազրկման, իսկ Նարեկ Սարգսյանին եւ Ալբերտ Ավագյանին դատապարտեց պայմանական ազատազրկման։ Լիարժեք ուրախ կլինի, երբ որ 4 էլ դուրս կգնի։ Թե ինչ եմ անելով, շարունակել եմ իմ առօրյա կյանքով ապրել, իսկ նման բաներին կմասնակցեմ, թե չէ, ուղիղ իմաստով չեմ ասի, կասեմ, որ հայրենասիրությունը դա անբուժելի հիվանդության պես մի բան։ Հայկ Հովհաննիսյանի հորը վրդովեցրել էր դատարանի այսօրվա վճիռը։ Վճիռը կայացում ոչ թե դատարանի դալեջումային, ավելի վերևում, սրանք մենակ հրամանկատարողներ են, այսպիսի դատական ընթացքներն են գործել են, որ ստիպում են դիմել, ասենք, ոնց էր կատարվում հուլիսի 17-ին սասնատռերի կողմից այդ քայլը, այսինքն նրանք էլ մի հարց են դրել, որ ապօրինի իշխանության հեռացում։ Խորենացու դեպքերով արդեն 5 ամիս անազատության մեջ գտնվող գրեթե բոլոր անձինք միջնորդել են արագացված դատական կարգ կիրառել։ Կան այս պայմաններում շատերը մտածում են հնարավորինս շուտ լուծվի խնդիրը, նաև պիտի հասկանանք երիտասարդներին, ովքեր ամիսներ շարունակ գտնվում են անազատության մեջ եւ օր ժամ առաջ հայտնվել ազատության մեջ, թեկուզ եւ պայմանական պատիժ կրելու պայմաններում փորձաշրջանով շատերի համար դա եւս կարծում եմ լուծում է։ Չնայած որ տղաները ընդունեցին մեղադրանքը, սակայն պատժաչափը կբողոքարկեն Վերաքննիչ ատյանը։